Ես չեմ ուզում ստել եւ ասել, որ հայ առաքելական եկեղեցու ներսում եպիսկոպոսած դասում խնդիրներ չկան, նրանք բոլորը կուսակրոններ են, օգտագործեմ Նիկոլի տերմինոլոգիան, չէ, ըստ օդում կախված լուրերի եւ մամուլի բազմաթիվ հրապարակումների մենք տեսնում ենք, չէ, նաեւ հրապարակումներ, ով որտեղ ինչ երեխա ունի, ընդհուպ ով ինչ սեռական կողմնորոշում ունի, այսպես կոչված եպիսկոպոսած դասում իհարկե սրանք խնդիրներ են եւ սրանք պիտի քննարկվեն այս խնդիրները կոծկելով առաջ գնալ չի լինի եթե ժամանակին վեհապարը կարկալույց աներ Բենթլի Սամոյին նույն ինքը Նավասարդ Կճոյանին, երբ որ մամուլը հաստերով հրապարակում էր նրա կատարած անօրինությունները, այսօր Նավասարդ Կճոյանը, նույն ինքը Բենթլի Սամոն, հուդա չեր դառնա եւ չեր վաճառի, չեր ծախի վեհապարին, այսինքն այս խնդիրները տարիներ շարունակ պարտակվել են, այս խնդիրները չպիտի պարտակվեին, այս խնդիրները պիտի դնեին բաց եւ հրապարակային քննարկեին չեն արել եւ այսօր այո մենք տեսնում ենք ինչպես են վեհապարին եւ մայրաթորը հայ առաքելական եկեղեցին ամեն օր ուրանում բարձրաստիճան հոգեվորականներ վաղը ցավոք սրտի նրանց թիվը ավելին է լինելու ես տեսա որ դեկտեմբերի 10-ից 12-ը մայրաթորը հրավիրել է այո եկեղեցական ժողով վեհապար ես ուզում եմ վերջապես ակնկալել վեհապար որ դուք կունենաք այդքան խիզախություն եւ կարգալույց կանեք այդ 10 եպիսկոպոսներին ովքեր գնացել էին իդեպ նրանցից շատերը դեռ 2-3 ամիս առաջ հարցազրույցներ էին տալիս եւ հերոսաբար հայտարարում էին որ ձեզ ներկայացված այսպես կոչված մեղադրանքները կեղծ են որ այս իշխանությունը պիտի հեռանա եւ նրանցից շատերը պատերազմից հետո կամ բոլորը ստորագրել են հայտարարության տակ, որ այս իշխանությունը պիտի հեռանա, որպեսզի հնարավոր լինի Հայաստանը փրկել այդ ոնց եղավ, որ դուք այսօր գնացել եւ կանգնել եք մի մարդու կողքին, ով ասում է Արցախը Ադրբեջան է եւ վերջ, եւ այստեղ ինձ համար ամենազարհուրելին Վրթանես Սրբազանի պահվածքն է Արցախի թեմի առաջնորդ այն դեպքում, երբ որ ես գիտեմ, թե ինչպիսի ճնշումներ ա եղել մայրաթորի վրա, որ լուծարվի Արցախի թեմը, Արցախի թեմը պահվել ա, եւ այսօր մենք տեսնում ենք, որ Վրթանես Սրբազանը գնացել ա, նստել ա մի մարդու կողքը, խոնարհվում ա մի մարդու առջև, ով ասում է Արցախը Ադրբեջան է եւ